Բարի երեկո, սիրելի հայրենակիցներ, սա Բևեռի արտահերթ եթերն է, որի ընթացքում մենք շատ կարևոր հարցերի շուրջ կզրուցենք ազգային ժողովրդավարական Բևեռի խորհրդի խոսնակ Վահագն Ավագյանի հետ։ Բարի երեկո, Վահագն ջան։ Վահագ, ես այս եթերի ընթացքում քեզ կհղեմ այն հարցերը, որոնք մեր հայրենակիցներին հետաքրքրում են կոնկրետ կապված Նիկոլ Փաշինյանի կողմից եկեղեցու դեմ իրականացվող պատերազմի հետ կապված, որովհետև այս ընթացքում ցավալիորեն շփվելով նաև Նիկոլ Փաշինյանի աջակիցների մոտ, ես հասկացա, որ մեր հայրենակիցները խնդիրը խորությամբ չեն պատկերացնում, շատ մակերեսորեն են նայում, դիտարկում, ինչ-որ անհատների հետ են կապում, ինչպես դա փորձում է ներկայացնել հենց ինքը ռեժիմը եւ ռեժիմի պարագլուխը։ Սիրելի հայրենակիցներ, շատ կարևոր զրույց ենք ունենալու, ուստի պետք է խնդրեմ, որպեսզի տարածեք այս եթերը, գրեք ձեր մեկնաբանությունները, ձեր կարծիքը արտահայտեք, մենք անպայման կընթերցենք ձեր մեկնաբանությունները եւ չմոռանաք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։ Ուրեմն Վահագ, ես Կիրակի օրը Հովհաննավանքում էի, բայց գիտեմ, որ դրա նախորդ օրն էլ դու էիր այնտեղ եւ քո սոցիալական ցանցում, Facebook-ում տեղադրել էիր փոքրիկ տեսանյութ մոտ 15 րոպեանոց, փաստորեն շփվել էիր կարգալույծ նախկին քահանայի հետ, ինչ տպավորություններ ունես, նախ ինչու գնացիր, արդյոք ըստ քեզ կարիք կա գնալ խոսել նրա հետ, որովհետև մենք տեսնում ենք, որ ինքը Նիկոլ Փաշինյանի ազդեցության տակ է, անմիջական ազդեցության տակ, ինքը հիմա գուցե դա չի հասկանում, որ օգտագործվում է Նիկոլ Փաշինյանի կողմից եւ ոչ միայն ինքը, նաև ուրիշ հոգևորականներ, ովքեր այդ այսպես կոչված պատարագը մատուցեցին այդ օրը։ Եվ հետո ինքը կհասկանա ինչի համար էր այդ ամենը, որ Նիկոլ Փաշինյանը ամենևին էլ իր անձի պաշտպանությամբ չէր զբաղված, այլ ուրիշ գործով էր զբաղված։ Գուցե դա ինքը հասկանա հետագայում, հուսով եմ, որ կհասկանա, խնդրեմ։ Իմ գնալու պատճառը հիմնական եղել է իր հետ զրուցելու հնարավորություն գտնելը, որովհետև ես նախորդ օրերին տեսել եմ, որ նա ակտիվ զրուցում է լրագրողների հետ, բայց այն հարցերը, որոնք որ տրվում են լրագրողների կողմից, չեն բացահայտում այդ մարդու տեսակետները Հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ իրական տեսակետները, որոնք խորապես հերետիկոսական գաղափարներ են, հակաքրիստոնեական գաղափարներ են, եւ ես իհարկե ինձնով վստահ էի, որ հնարավոր չի լինի այնտեղ գնալ եւ իրեն խոսեցնել, պետք է բարեբախտություն լինի, որ ինքը համաձայնվի պատահական ինչ-որ մեկի հետ շփվի, որովհետև գտնվում է 24 ժամյա հսկողության ներքո եւ ոչ միայն ոստիկանության եւ ԱԱԾ ուժերն են պաշտպանում իրեն այնտեղ, այլ նաեւ քաղաքացիական խմբեր են ձևավորվել իր շուրջ եւ տեղական համայնքից եւ Երևանից այնտեղ հայտնված, ովքեր որ հսկում են ամեն մի քննարկումը, որի մեջ ինքը մտնում է եւ փորձում են խափանել այն բոլոր դեպքերում, երբ որ հասկանում են, որ իօքուտ իրենց չի այդ քննարկումը եւ բացահայտում է իրենց, ասենք օրինակ սխալ լինելը։ Բայց բարեբախտաբար հնարավորություն առաջացավ Հերմինե ջան, քո գոլեգաներից մեկը մի աղջիկ 24 News-ից, անունը չեմ հիշում, թողների ինձ, համաձայնվեց օգնել ինձ այդ առումով, կարող եմ ասել, որ խնդրեցի, որ միասին մոտենանք, ինքը ես հասկանում էի, որ այդ տղան շատ հպարտ վիճակներում է գտնվում եւ հիմա կամերայի առաջ, երբ որ իրենից անընդհատ հարցազրույցներ են վերցնում, ինքը անընդհատ երկար բարակ խոսում է, լավ է զգում այդ խոսելուց եւ դա էլ իր ոչ առողջ վիճակի մասին է խոսում իմիջիայլոց, բայց եթե առանց տեսախցիկի մոտենայի, բնականաբար չէ, ինքը ժամանակ չէր ծախսի իմ վրա, բայց բարեբախտաբար այդ հնարավորությունը առաջացավ եւ թեպետ իմ հարցերը կարող էին մեծ շրջանակների համար մի քիչ անհասկանալի թվալ եւ իր պատասխանները, որոնք հիմնականում դեմագոգիկ երկար բարակ պատասխաններ են, կարող էին թվալ, թե այնտեղ խնդիր չկա։ Ես շատ ուրախ եմ, որ երբ որ իմ Facebook-յան էջում ես տեսանյութը տեղադրեցի եւ բացատրեցի, թե այստեղ ինչ է, այս զրույցի ամբողջ իմաստը ինչ է, հսկայական քանակի
ժողովուրդ աջակցություն ինձ հայտնեց եւ հասկացել էր, հավանություն տվեց, տարածում էր եւ այլն, ինչ նշանակում է, որ մարդիկ կարիքը ունեն նաեւ հոգեվոր աստվածաբանական հարցի հարթության քննարկման։ Դա ամենակարևորն է, որովհետեւ այդտեղ շատ կարևոր խնդրի առաջ են կանգնած։ Նիկոլ Փաշինյանը, ես նորություն ասած քեզ չեմ լինի, որ ասեմ, որ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ օգտագործում է իր հռետորաբանության մեջ, իրար հակասող, կարող է 2 օրվա տարբերությամբ իրար հակասող բաներ խոսի, միայն թե իր օրակարգը առաջ տանի, եւ քո համար իհարկե զարմանալի չի լինի, որ ասեմ, որ այն ինչ որ ինքը առաջ է տանում, ամբողջությամբ կեղծիք է, բայց դա դեմագոգիայով առաջ է տանում։ Հիմա նույն բանը անում է արդեն հոգևոր հարթության մեջ, որովհետև այն դիրքը, որ իրենք ներկայանում են մեր հանրությանը, որ հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցին պետք է մաքրվի, ամբողջությամբ հերետիկոսություն է, հակաքրիստոնեական է, իր հիմքում ամբողջությամբ հակաքրիստոնեական է, այսինքն այն աստվածաբանորեն այն ինստիտուտը, որ անձամբ Հիսուս Քրիստոսն է հիմնել, եւ մեր հոգևոր հայրերը, եկեղեցու հայրերը սահմանել են այդ հիմնած ինստիտուտը, եթե այդ ինստիտուտի մաքրությունը եւ այդ ինստիտուտի սրբությունը թողնվի կոնկրետ այդ ինստիտուտը կազմող մարդկանց բարոյական նկարագրերին, իրենց սուրբ լինելուն, ապա այդ ինստիտուտը երբեք չի կարող սուրբ լինել։ Եվ այդ ինստիտուտը շատ արագ կոչնչանար, մարդիկ այդ ինստիտուտից դուրս կգային եւ ինքը 2000 տարվա կյանք չեր ունենա։ Այնինչ մենք տեսնում ենք, որ Քրիստոսի հիմնած եկեղեցին 2000 տարի ապրում է եւ Հայաստանի առաքելական Սուրբ եկեղեցին 1700 տարեկան է, մինչ այդ էլ մինչև Բարդուղեմեոս եւ Թադևոս ինքը կապ ունի, այսինքն Բարդուղեմեոսից եւ Թադևոսից մինչև առաջին մեր կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչ 12 կամ 13 հիմա լավ չեմ հիշում, էլի եկեղեցու առաջնորդներ են եղել, ովքեր փոխանցել են նույն օրհնությունը, որ իրենք ստացել են Քրիստոսից, առաքյալները ստացել են, նույն օրհնությունը փոխանցել են մինչև Գրիգոր Լուսավորիչ եւ Գրիգոր Լուսավորիչից մինչև այսօրվա Գարեգին II, ինչը ինչի համապատասխան սահմանումը մեր եկեղեցու անվան մեջ կա, որ ինքը կոչվում է առաքելական եկեղեցի, դա պատահական չի, օրինակ բողոքական եկեղեցիներ կան, իրենք չեն կարող ասել, որ մենք առաքելական եկեղեցի ենք, որովհետև հիմնված ենք անձամբ Քրիստոսից, այսինքն իրենք վերցնում են, ասում են միայն մեր համար էս գիրքն է կարևոր, այնինչ հենց այդ գրքի մեջ գրված է, որ այդպես չի, էլի, որ ցույց է տրվում ինչպես են առաքյալները իրենց հաջորդ։ Հիմա Վահագ, դու հիմա կներես ավարտեմ միտքս, այն հարցակման այն ճակատը, որը ընտրել են Նիկոլ Փաշինյանները եւ Ստեփան Ասատրյանների միջոցով իրականացնում են, իրենց պաշտոնական հռետորաբանությունը, իրենք նպատակ ունեն, բոլորս էլ հասկացել ենք ինչ նպատակ ունեն, Հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցին իրենց ծառա դարձնել։ Այսինքն այն քաղաքականությունը, որը Նիկոլ Փաշինյանները ընտրել են, դա Ռուսաստանի եւ Թուրքիայի կողմից ամբողջությամբ կլանված լինելով իրենց ծառայություններ մատուցելն է իրենց իշխանությունը պահելու նպատակով, բերել հասցրել է մի կետի, երբ որ պետք է հայ ժողովուրդը հերթով իր բոլոր սրբություններից հրաժարվի, սկսած խորհրդանիշներից, ասենք Արարատից, մինչև վաղը մյուսօր հասնելու է հայոց լեզվին։ Հիմա Արարատից սկսած մինչև հայոց լեզու քրիստոնեության հետ կապված է։ Եվ կապված է բնականաբար Հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու հետ։ Երբ որ դու հարցակում ես գործում Արարատի վրա, երբ որ դու հարցակում ես գործում հայ ժողովրդի ինքնության վրա, երբ որ հարցակում ես գործում հայոց լեզվի վրա, հայոց պատմության վրա, էպոսի վրա հայկական, այդ բնական ով էլ ինչ էլ ուզում է լինի, Հայաստանյան առաքելական եկեղեցին արձագանքելու է ինքնաբերաբար, որովհետև այն ինչ որ ես ասացի, պատմությունը, լեզուն, ինքնությունը, երաժշտությունը, էպոսը, ամեն ինչը Հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու հետ կապ ունի։ Շատ լավ է, ես ավարտեմ էլի, դու թույլ չես տալիս, հիմնական միտքս ասեմ։ Հա, հարցդ կտաս, ես հիմա ուզում եմ հիմնական միտքը փոխանցեմ, որ հասկանան ինչ է։ Դե ժամը հիմնական միտքը։ Հա, դա շատ կարևոր է, շատ բարդ հարցեր են սրանք։ Հեշտ հարցեր չեն, բայց ես ասում եմ, ես տեսել եմ, որ մարդկանց հետաքրքիր է այդ խորությունը հասկանալը։ Մարդիկ ուզում են այդ խորությունը տեսնեն, թե այդտեղ ինչ է կատարվում։ Նիկոլենք հիմա իրենց այս հարցակումը, որ իրենք տանում են, ասելով որ կոնկրետ Ստեփան Ասատրյանը իմ հետ զրույցում ասում է Քրիստոսի ոգին այլևս չկա այդ եկեղեցում, ասում է մենք պետքա այսպես անենք, որ մաքրենք, ես պետքա գնամ մաքրեմ սա, բայց
մեր հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին ինքը ի սկզբանե Սուրբ է, իրեն մարդիկ չեն կարող իրեն մաքրել։ Դու ոչ մի մարդ չի կարող իրան ոչ Սուրբ պահել, ոչ իրան մաքրել։ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին Սուրբ է պահում Աստվածը, Սուրբ Հոգին է իրան Սուրբ պահում, մաքուր պահում է Աստվածը, բոլոր կաթողիկոսները, բոլոր եպիսկոպոսները, Գրիգոր Լուսավորչից սկսած մինչև Գարեգին II մեղավոր մարդիկ են, լիքը մեղքեր են ունեցել ու ելի ունենալու են լիքը մեղքեր։ Դրանից հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին չի դադարում Սուրբ լինել։ Նիկոլ Փաշինյանները իրենց հարձակումը որպեսզի հայ ժողովրդին հիմնավորեն, ներկայացնում են, որ այս ինստիտուտը Սուրբ չի, դրա համար մենք գնում ենք, որ իրան մաքրենք, բայց եթե նկատեք, երբ որ ես իրեն հակադրվեցի եւ հիմնավորեցի, որ հայաստանյաց առաքելական եկեղեցին գոյաբանորեն Սուրբ է եւ Աստծո կողմից է սրբությունը, ոչ թե մարդիկ են իրեն սրբացնում, ինքը ասեց ով է վիճարկում հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու Սուրբ լինելը։ Այնինչ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթեր է մտնում եւ օրինակ Վլադիմիր Վիսոցկիի երգն է միացնում, որ ոչ եկեղեցին է Սուրբ, ոչ այդ բանդոկը Սուրբ, չէ, հայտնի Վիսոցկու տողերը։ Այսինքն ինքը ուզում ասի, որ այդ ինստիտուտը Սուրբ չի, այսինքն այստեղ հակասություն կա։ Եվ ես այդ հակասությունն եմ ուզում ցույց տալ, այսինքն այն ինչ որ հիմա անում է Ստեփան Ասատրյանը եւ Նիկոլ Փաշինյանը, ծայրահեղորեն հակաքրիստոնեական եւ ուղղված են հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու ամբողջ էության դեմ, ոչ թե իրենք կոնկրետ ուզում են ինչ որ մարդ հանեն, որ բանա, ինչ որ մեղքեր ունի, բոլոր մարդիկ էլ մեղքեր ունեն։ Դրանով ինչ է ում է ուզում զարմացնի Նիկոլ Փաշինյանը, պարչի որ բոլոր հոգևորականներն էլ մարդիկ են եւ բոլորը մեղքեր ունեն։ Շատ լավ։ Ես սիրելի հայրենակիցներ, ինչպես տեղեկացրեցի, հնչեցնելու եմ հարցեր, որը ժողովրդին է հուզում։ Շատ հարցեր կարող է եւ իմ դիրքորոշման հետ չեն համապատասխանում, բայց ես հնչեցնելու եմ այդ հարցերը։ Հիմա Վահագ, այն որ եկեղեցին Սուրբ է, դա ոչ ոք չի վիճարկում, բայց օրինակ նորմալ է, որ այդ Սուրբ եկեղեցում կան հոգևորականներ, որոնք ինքնին իրենց ապրած կյանքով օրինակ պղծում են եկեղեցին։ Հիմա տեսեք դրա մասին էի հենց նոր խոսում։ Կան մարդիկ, ովքեր վիճարկում են եկեղեցու Սուրբ լինելը, եւ հենց Ստեփան Ասատրյանը հենց այդ քո բարերով ինձ ասում էր, ով է վիճարկում եկեղեցու Սուրբ լինելը։ Բայց ինքն էլ հաջորդ իր նախադասության մեջ շարունակում է, ասում է, ես պիտի գնամ մաքրեմ այս եկեղեցին կամ Քրիստոսի ոգին մեր եկեղեցում այլևս չկա։ Այդ դու ես որոշում Սուրբ եկեղեցում նորմալ է, որ պետք է լինեն։ Ես կանդրադառնամ դրան։ Ես հիմա դրան կանդրադառնամ, ուզում ես ասես ոչ մեկ չի վիճարկում, այդ նույն բառերը Ստեփան Ասատրյանը ինձ ասում էր։ Բայց ինքը հենց վիճարկում է, հաջորդ իր նախադասությամբ ասում է, ես պիտի գնամ մաքրեմ, կամ ասում է Քրիստոսի ոգին այստեղ չկա, կամ ասում է այն ժամանակ Սուրբ կլիներ, եթե այսինքն եթե եկեղեցին Սուրբ է, մենք պիտի աչք փակենք, որ Գարեգին երկրորդը ունի դուստր։ Հիմա կանդրադառնամ այդ հարցին։ Եվ մյուս սրբազաններն էլ ասենք շատ լավ իրենց կյանքով ապրում են ու հետո գնում են եկեղեցի, պատարակ են մատուցում եւ այլն։ Մենք հայտնի տեսանյութեր կան, չէ՞, համացանցում։ Շատ բարի, հիմա կանդրադառնամ այդ հարցին։ Հիմա դու ինքդ հիմա ես քեզ ասեցի որ ինքը իր էության մեջ գոյաբանորեն է մեր եկեղեցին Սուրբ, դու այդ կարողացար ընդունել, հասկացար, այո, եկեղեցին Սուրբ է, այո։ Ինչու է Սուրբ։ Այո, որովհետև դա Աստծո տունն է եւ Քրիստոսի կողմից է ստեղծվել եւ Սուրբ է եկեղեցին։ Ոչ միայն Քրիստոսի կողմից է ստեղծվել, ինքը գիտի որ մարդիկ ովքեր լինելու են այդ եկեղեցին կառավարողները, իրենք սովորական մեղավոր մարդիկ են լինելու, մեղքեր են ունենալու լիքը խաբելու են, սխալներ են գործելու ու մենք աչք ենք փակելու, թե եկեղեցին Սուրբ է։ Դա չի հարցը, լսի, մինչև այդ եկեղեցու սրբությունը հասկացի, հետո նոր կանդրադառնանք դրան։ Հասկացանք, դա մի կես ժամ ներկայացրեցի եկեղեցու սրբությունը։ Աստծով է Սուրբ։ Ստեփան Ասատրյանները ու Նիկոլ Փաշինյանները չեն որ պիտի իրան Սուրբ դարձնեն կամ վերականգնեն, ինքը իր սրբությունը երբեք չի կորում։ Իր սրբությունը պահպանվում է Աստծով, եթե Աստված չանի դա, եթե այդ մեղավոր մարդկանց հավաքված հավատավոր, բայց մեղավոր մարդկանց ինքը չսրբացնի, եկեղեցին Սուրբ չի լինի, երբեք չի լինի։ Դա երբ որ դա ընդունում ես, հիմա կարող ենք անդրադառնալ արդեն կաթողիկոսի ես ինքս ասեցի, եթե նույն այս քայլերը Նիկոլ Փաշինյանը աներ 2018 թվականին, վստահ եմ դու աջակցելու էիր Վահագ։ 2018 թվականին ես ուրիշ մարդ էի, հիմա լրիվ ուրիշ մարդ եմ։ Հա, հիմա չգիտեմ։ Հիմա կարևորը ինչն է, որ որովհետև 2018 թվականին օրինակ վստահ եմ դու այն կարծիքին էիր, որ Գարեգին երկրորդը KGB-ի գործակալ է։ Հիմա օրինակ այդ կարծիքին ես թե չէ փոխվել է կարծիքը։ Տես լավ բան ես ասում, Գարեգին
երկրորդը դա մեղադրանքներից մեկն է, չէ՞, KGB-ի Եվ ոչ գործակալը։ միայն դա, շատ կան։ Նիկոլ Դուստր ունի, Փաշինյանի ընտանեկան կյանքով է ապրում։ Դու խնդրում եմ այդ բանի նիկոլականներին նման Ես ասացի, որ հարցեր են բարձրացնելու։ Դու էլի կարող ես բարձրացնել, բայց հերթով բարձրացրու։ Նա ես որ այդ շաբաթօր այնտեղ էի, ինչ որ բան էին ինձ, այս արդեն կամերաներից դուրս, այնտեղ հավաքված պաշտպանները Ստեփանի ախրանիկները կոպիտ ասած ինձ հարցեր են տալիս, փորձում եմ պատասխանեմ, այս մի հարցին չպատասխանած երկրորդն են տալիս, ասում եմ հանգիստ հերթով հարցեր տվեք, իրանք չեն լսում։ Միաժամանակ խոսում են։ Հիմա դու մենակով այդ նույն հարցերը միաժամանակ երեքը իրար հետ տվեցիք։ Հերթով դու ասում ես KGB-ի գործակալ։ Հիմա Նիկոլ Փաշինյանը այս 2025 թվականի հունիսի 19-ին ազգային ժողովի ամբիոնից հայտարարում է։ Ես այո, արձանագրում եմ, որ 18-ին 19-ին ես եղել եմ ֆորպոստի վարչապետ, իսկ 20 թվականի նոյեմբերից հետո թերևս եղել եմ ամենաֆորպոստի վարչապետի կարգավիճակում։ Այս մարդը, եթե ինչ-որ մեկին հələ մեղադրանք կա, որը որ կամ պիտի ինքը հերքի կամ ասենք թե կաթողիկոսը կամ չհերքի, այս մարդը ինքը իր բերանով ազգային ժողովի ամբիոնից հայտարարում է, որ ես գործակալ եմ եղել։ 18-ից 19, 20, 21 թվականներին առավել եւս ռուսական գործակալ եմ եղել, փաստորեն Արցախի ամբողջ հանձնման ընթացքում ես ռուսական գործակալի կարգավիճակում եմ եղել։ Դա ազգային պետական դավաճանության ուղիղ խոստովանություն է։ Հիմա այս մարդը մեղադրում է կաթողիկոսին, որ հնարավոր է դու ռուսական ազդեցության գործակալ ես։ Դու գործակալ ես, դու ինչ իրավունք ունես ինչ-որ մեկին բան ասես։ Բայց դրանից ի՞նչ է փոխվում։ Դրանից այն է փոխվում, որ այս մարդիկ, եթե իրանք նպատակ ունեն ինչ-որ մի բան անգամ փոխելու, իրանց մեղադրանքը պետք է համահունչ լինի իրանց դիրքին։ Իրանց մեղադրանքը իրանց դիրքին, ոնց որ ասում է, չէ, թող ով որ մեղք չունի, թող առաջի քարը նա շպրտի, չէ։ Հիմա ինքը ինքնախոստովանված գործակալ է, ու ինքը անհանգստանում է, որ արդյոք այս ինստիտուտում կարող է այլ երկրի ազդեցության, բնականաբար հասկանում ենք, որ ինքը անկեղծ չի։ Եվ իր մեղադրանքն էլ փուչիկ է։ Եթե ինքը գործակալ լինելով ինչ որ մեկին մեղադրում է, կարող է դու ես գործակալ, ուրեմն այդ մեղադրանքը անդրադառնալու։ Հիմա օրինակ քո համար գործակալ է թե չէ կաթողիկոսը։ Չէ, քո կարծիքն եմ հարցնում։ Ես այդ հարցին չեմ պատասխանում։ Հետո տես որ անկեղծ չես։ Չէ, ես ասում եմ, որ այս մարդիկ իրավունք չունեն այդ հարցերը տան։ Ես այդ հարցը տալու իրավունք կունենամ։ Ես գիտեմ երբ ու ինչպես պետք է այդ հարցը տամ կաթողիկոսին։ Ես գիտեմ ինչպես պետք է վերաբերվեմ հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցուն։ Հիմա տես Բայց չէ որ հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցին դա ոչ կաթողիկոսն է, ոչ առավել եւս իր եղբայրն է, ով գիտենք ինչ հանցագործություններ է իրականացնում Մոսկվայում, շատ տեսանյութեր կան, խոսվել է այդ մասին, մարդիկ բարձրաձայնել են, այսինքն ընդունելի է, որպեսզի առաքելական եկեղեցում լինեն նման կերպարներ։ Հիմա տես մենք եթե հայ ժողովուրդը իմ նկարագրած ընկալումը չունի թե ինչա հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցին ցանկացած արտաքին թշնամի իր ձեռքից կարա խլի դա ամեն տեսակ մեղքերի բացահայտում մարդկանց մեղավոր մարդկանց մեղքեր որտեվ բոլոր Քրիստոսը ինքը գիտեր որ այս եկեղեցին մեղավոր մարդիկ են կառավարելու լիքը սխալներ են թույլ տալու բայց ինքը հիմնել է այս եկեղեցին որպեսզի մարդկանց համար փրկելու ճանապարհ ցույց տա հնարավորություն ցույց տա ու ինքն է սրբացնում դա Աստված ինքն է սրբացնում այդ եկեղեցին որ մենք մեղավորներս գնանք այդտեղ եւ ինքներս մաքրվենք եւ այդ նույն ճանապարհը կաթողիկոսն է պետք է անցնի ինքն է պիտի մաքրվի իր եղբայրն է պիտի բոլորը պետք է մաքրվեն հիմա տես Վատիկանում մի քանի տարի առաջ մի հատ մեծ սկանդալ էր ավելի մեծ հանցագործությունների մասեր այնտեղ խոսք գնում անչափահասների հետ կապված ոչ Իտալիայի կառավարությունը զորք մտցրեց Վատիկանը գրավեց ոչ Ամերիկայի կառավարությունը այսինքն մարդիկ այդ խնդիրը լուծեցին որովհետև այդ եկեղեցին դպրոց չի միջնակարգ դպրոց չի ինչպես Ստեփան Ասատրյանը համեմատում էր ասում էր դպրոցում օրինակ այսպես այնպես է չէ դասատուն եւ այլն առաքելական եկեղեցին դա դպրոց չի դա մարդիկ չեն ստեղծել թե կարող է 7 տարի հնարավորություն տվեց որպեսզի այդ մարդիկ մաքրվեն բայց չմաքրվեցին ով այդ հնարավորություն տվողը Նիկոլ Փաշինյանը ով է Նիկոլ Փաշինյանը որ ինքը այդ հնարավորությունը տա այսինքն 1700-ամյա կառույցը ինչ որ մի կոլաբորանտ որը որ պարզապես իր կյանքը երկարացնում է ամեն ինչ հանձնելով
Իմիջիայլոց այդ հարցը մեր պատմության մեջ հաճախ պատտվում է, չէ, Հերմինե, որ այ եկեղեցին, ես էլ ինքս էլ այդ մտայնության մեջ էի, պետության եւ եկեղեցու շահերը հակասել են, եկեղեցին միշտ հակապետ է։ Հիմա ես քեզ հարց տամ։ Այ էսենց պետությունը, որ քեզ ասում է քո ինքնությունից հրաժարվի։ Ու այս եկեղեցին, որ ասում է ոչ ես իմ ինքնությունից չեմ կարող հրաժարվել, իմ լեզվից չեմ կարող հրաժարվել, իմ խորհրդանիշներից չեմ կարող հրաժարվել, Արցախից չեմ կարող հրաժարվել, գերիներից չեմ կարող հրաժարվել։ Քո համար ո՞րն է հայկական, ավելի հայկական, այս պետականություն կոչվածը, թե այս պետականությունը կոնկրետ հայ ժողովրդի թշնամին է։ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ Հայաստանի Հանրապետությունը հայ ժողովրդի թշնամի է։ Ուղիղ ասում է ես պետքա ջնջեմ ձեր հայ լինելը։ Արարատը պետքա ջնջեմ, ձեր լեզուն պետքա ջնջեմ, եւ ձեր երաժշտությունը պետքա ջնջեմ, ամեն ինչ պետքա ջնջեմ։ Եկեղեցին ձեր պետքա ջնջեմ, ձեր պատմությունը պետքա ջնջեմ։ Հիմա ես հարց եմ տալիս, որ ասում են 1700 տարի այս կառույցը պետականության խանգարում էր, որ պետականություն կայանա։ Հիմա այս չի պետականություն։ Ես համաձայն եմ քո հետ ու համաձայն կլինեի, եթե այդ նույն եկեղեցին ինչ որ ձայն ու ծպտուն հաներ նախկին ռեժիմի օրոք, օրինակ։ Այն ժամանակ չէին խառնվում, չէ՞, ընդհանրապես քաղաքականությանը։ Ավելին գնում են Մայրաթորի կաբինետներում գտնում են բանը Ռոբերտ Քոչարյանի նկարը պատին կախված կամ Հայաստան դաշինքի ինչ որ լոգո։ Նորմալ է դա։ Ինչու այն ժամանակ ոչ մի բանի չէին, շատ հանգիստ, հա, իրենց աչը քաշած Գարեգին երկրորդը իր եղբայրը հենց իրենց միլիարդատիրոջը բռնեցին, մեկ էլ սկսեցին ակտիվանալ, մանավանդ Եզրասը, այնտեղից եկավ, հասավ այստեղ ցույցերի մասնակցեց, բա որտեղ էր Արցախը հանձնելու օրերին, ծպտուն չկար։ Ես այսպես կներկայացնեմ, որ Հայաստանի այսպես կոչված անկախացումից ի վեր Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ պատերազմ է վարվում, եւ այդ պատերազմը թե ֆիզիկական սահմաններում է Հայաստանի դեմ վարվել, թե հոգևոր սահմաններում։ Եվ կարող եմ ասել, որ երկար տարիների ընթացքում հայությունը նահանջում եւ նահանջի մեջ է եղել թե ֆիզիկական, թե հոգևոր առումով, եւ եկեղեցու դեմ դու որ ասում ես արդյոք ինքը եկեղեցին զգում էր այդ եւ ինչու ինքը չէր դիմադրում, ես կարծում եմ, որ ինքը դիմադրել է, բնականից դիմադրել է բոլոր ժամանակներում, բայց ըստ հարցակման ուժգնության եւ ըստ հարցակման ծավալների մենք կամ դա տեսել ենք կամ չենք տեսել։ Այսինքն մենք հիմա մեր բոլորիս աչքին ակնառու է դա դարձել, որովհետեւ արդեն եկել Երևանը գրավել է թշնամին, մտել է Երևանը գրավել է պարզապես, եւ մեր համար արդեն հեշտ է տեսնելը, որ իրենք հարցակվել են մեր ինքնության վրա, եկեղեցին էլ դիմադրում է։ Ուր է դիմադրությունը։ Եթե եկեղեցին դիմադրեր, այսօր 3 սրբազան բանտում չէր լինի, իմ կարծիքով։ Տես Հերմին ջան, եղել է երկար դարերի հազարամյակ է եղել, որ պետականություն չի ունեցել հայ ժողովուրդը։ Այսինքն եղել է, որ ասենք կաթողիկոսին խեղտամահ են արել, ասենք ռուսները մտել են կաթողիկոսին խեղտամահ են արել։ Այո։ Ամբողջ այդ ընթացքում, ամբողջ 1700 տարին այնքան մեծ ժամանակ է, ինչ ասես կարող է լիներ։ Այսինքն եթե այդ ընթացքում այդ բոլոր ճարիք արաբներ են եկել մտել այդտեղ, թուրքեր են եկել, մոնղոլներ են եկել, ռուսներ են եկել, մտել են բոլորը, ավերել են, դուրս են եկել։ Այդ ամբողջ ընթացքում այդ ինստիտուտը մնացել է։ Այդ ինստիտուտը մնացել է ու այդ ինստիտուտի մնալն է, որ պահել է հայ ժողովուրդը ամենամեծ իմ համար այս վերջի բացահայտումը կարող եմ ասել կյանքիս վերջին հատվածի ամենամեծ բացահայտումը այն է, որ ինչքան սահմռկեցուցիչ չափի խաբեությունն է կերակրված հայ ժողովրդին Հայաստանից առաքելական Սուրբ եկեղեցու ինքնության կապի մասին հայ ժողովրդի հետ։ Այսինքն հայ ժողովուրդը ամբողջությամբ քրիստոնեական քաղաքակրթության ծնունդ է, ամբողջությամբ, սկսած ասենք լեզվից, Հերմինե լեզուն հայերենը ստեղծվել է մի բանի համար, որ Աստվածաշունչը թարգմանեն ու տարածեն։ Ուրիշ բանի համար չի ստեղծվել։ Այն որ դու հիմա լատիներեն, ադրբեջաներեն չես գրում, կոպիտ եմ ասում ադրբեջաներեն, որ իրենք լատիներենից են վերցրել։ Այն որ հայ ժողովուրդը հունարեն կամ լատիներեն ստեղ չի գրում այսօր,
Մի քրիստոնեության շնորհքն է, ուրիշ բան չկա։ Այսինքն այս մարդիկ թարգմանել են Աստվածաշունչը, որ տարածեն դրա համար հայերենը։ Հիմա ուզում եմ հասկանալ, մենք սպասում ենք մտնեն թուրքերը կաթողիկոսին խեղդամանեն, որ ինչպես հարկն է եկեղեցին դիմադրի, որովհետև այն ձագերը տալու պատմություններ են։ Հիմա մենք կարող ենք կարծիքներ ունենալ, քաղաքական մտածել, որ պետք է այսպես անի, այնպես անի։ Օրինակ դեպք ա եղել, որ Սարդարապատում դեպք ա եղել, որ կաթողիկոսը ինքը քաղաքական ղեկավարությունը ռազմաքաղաքական ասելա վերջացավ, Էջմիածնից պետքա դուրս գա գնում ենք Սևան, կաթողիկոսը ասելա ոչ, եթե դուք փախնում եք չեք կռվում, ես կկռվեմ, զանգերը ղողանջելա կաթողիկոսը, եկեղեցին է Սարդարապատի կռիվը տվել, քաղաքական ռազմաքաղաքական ղեկավարությունը փախնելուց ա եղել։ Դա այն ժամանակ էր, հիմա չգիտենք։ Չէ, հիմա ուզում եմ ասել, հիմա եղել է այդպիսի օրեր, եղել է այլ օրեր, եղել են օրեր, որ ես այդ մասը պատմության լավ չեմ կարող ներկայացնել, հաստատ կգտնես մարդկանց, ով կարող են ավելի լավ ներկայացնել, բայց եղել է օրեր, որ Երուսաղեմում հայկական իրավունքները, ասենք հույներից խլվելա հայերին է տրվել, թուրքերի կողմից։ Նման օրեր էլ ա եղել։ Ուզում եմ ասել, Հայաստանից առաքելական եկեղեցին այնքան բաներ ա տեսել իր կյանքում, եւ դա ինստիտուցիոնալիզացված այդ պատմությունը, հիշողություն ա դարձել։ Այն ինչպես որ իրենք այս մարտավարությունն են ընտրել դիմադրելու, իմ համար կարող է խորթ է, կարող է անհասկանալի է, կարող է пассив է, բայց ես երբեք ինչ չեմ կարող։ Համարժեք չէ ամեն դեպքում։ Դա քո կարծիքն է, ես չեմ կարող ասել, գիտեք ինչ դուք։ Օրինակ քո կարծիքով համարժեք է, լավ, իմ կարծիքով համարժեք չէ։ Օրինակ ինձ թվում է Միքայել Աջապահյանին, որքան էլ որ ես իր հետ շատ հարցերում կոնֆլիկտների մեջ եմ եղել եւ այլն, պիտի այդ օրը եկեղեցակ հոգեվորականներ, որ ոտքի են կանգնել, կարող էին այնպես անել, որ ուղղակի հանձնեցին Միքայել Սրբազանին։ Հետո հանձնեցին Արագածոտնի թեմի առաջնորդին։ Դա կարծիք է Հերմին ջան։ Հիմա քո կարծիքը ինչպես է։ Օրինակ հանձնել են թե չեն հանձնել։ Կարող էին չհանձնել, այսպես ասեմ։ Ես չգիտեմ, չեմ կարծում, որ իրենք վստահ էին դրա մեջ։ Այսինքն դու չես կարող ասել, նենց հարցերը որ չես կարող ասել։ Ծիծաղելի վիճակում կլինես, այ որ պահեիր կպահեիր։ Հիմա որ մեկը հարցնի Վարժան Ավետիսյանը խիչ եք դուք պահում։ Խիչ եք գնացել բանտի դռները մեկ գրում են, չէ՞, Ամերիկայից Վարժան Ավետիսյանին գնացեք բանտի դռները բացեք, ազատեք։ Կարող են ասել, աղմախություն չէ կլինի մեր համար։ Չէ, որովհետև դու շատ անհամետ շատ ոչ դերին օրինակ բերեցիր Վահագնան, որովհետև հայ առաքելական եկեղեցին ունի, ես իմ տասնյակ հազարավոր, ինքը համաշխարհային նշանակության կառույց է, ու տասնյակ հազարավոր հետևորդներ ունի, ասենք Բևերը եթե ունենար մեծ աջակցություն, իհարկե կգնար կջարդեր կհաներ։ Վարուժանին էլ մյուսներին էլ բոլորին առանց բացառություն։ Հիմա ես էլ կարծում եմ, որ հայ ժողովուրդը հայ ժողովուրդը իր բացարձակ մեծամասնության մեջ դեռ այնքան է կտրվել մանավանդ սովետական շրջանում ռուսների կողմից իր արմատներից, որ ընդհանրապես չի պատկերացնում թե ինչ է այդ եկեղեցին։ Մենք դրա մասին ենք խոսում։ Այսինքն չի պատկերացնում թե իր ինքնությունը ինչքան է կապված այդ եկեղեցու հետ։ Այսինքն այդ մարդիկ կարող է ապստամբության դրոշ բարձրացնեին, այդ այլանդակը հերոսակներով մտներ բոլորին կոտորեր դուրս գար։ Ասենք չգիտես ինչ կլինի։ Այդ դեպքում աշխարհը կտեսնի ու կաջակցի հայ ժողովրդին։ Լավ, հիմա Վահագ, տես, օրինակ նորից Կիրակի օրվան վերադառնանք, Հովհաննավանքում ինձ ասում են, որ մենք հիմա պատմական օրեր ենք ապրում, Նիկոլ Փաշինյանի աջակիցները, ասում եմ որն է այդ պատմական օրերը, ասում են սա բացառիկ բան է, մենք չէինք կարող այս պատարագին, ճակերտավոր պատարագին ներկա չլինել, որովհետև սա ամեն ինչով աննախադեպ է, սա նշանակում է, որ սկսվել է հայոց եկեղեցին մաքրելու գործը, սկիզբը արդեն դրվել է, դա շարունակվելու է, Նիկոլ Փաշինյանը ասաց, որ Կիրակի օրն էլ է գնալու մասնակցելու պատարագի եւ այլն։ Հիմա լավ, մեր խնդիրը ո՞րն է, մենք ինչպես պետք է այդ մարդկանց հասանել, որովհետեւ ընդհանրապես չեն լսում քեզ, դու էլ ասացիր, որ չեն լսում, չէ՞։ Անդադ հարցեր են տալիս եւ իրենց մեջ նստած է այն բանը, որ եկեղեցին պղծված է, պղծել են այն մարդիկ, ովքեր այսօր կան հոգևոր դասի մեջ, եւ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գործ է անում, մաքրում է եկեղեցին։ Հիմա ինչպես մենք այս մարդկանց հասանելի դարձնենք այն, որ սա թշնամու կողմից թելադրված բան է, որ այս մարդը առաջ է տանում։ Նույն Արամ քահանա կոչվածին, սա ինչպես հասանելի դարձնենք։ Չէ, դե Ստեփանի մասով ակնհայտ է, որ ինքը
այսինքն ինքը գիտակցաբար է անում ինչ որ անում է, ինքը շատ լավ գիտի որ կարգալույծ է, ինքը շատ լավ գիտի որ ինքը հերետիկոսակ այլևս գիտի հաստատ որ հերետիկոս է, հերետիկոսական մտքեր ունի, ինքը հաստատ գիտի որ այսինքն պատկերացնում դու Հերմինը պատկերացնում ես այն մարդուն, ով որ պիտի կանգնի, ասի ես գնում եմ եկեղեցին մաքրելու։ Այսինքն պատկերացնում ես այդ մարդը ինչ խիզախություն պետք է ունենա առնվազն ինքը իր հոգևոր ուժի վրա վստահ էլի։ Այսինքն դու ով ես որ կարող ես հայտարարել ես գնում եմ եկեղեցի մաքրելու։ Դու ինչ էլի նորից վերադառնանք այդ մտքին որ քարը պետք է առաջինը գցին նա ով որ մեղք չունի։ Ստեփան Ասատրյանն ասում է ես ու Նիկոլ Փաշինյան այդ քարը գցող ենք։ Դուք հոգևոր առումով ով եք որտեղ եք կանգնած էլի։ Ինչ եք դուք ասենք մեկը կոլաբորանտ դավաճան, մեկն էլ աղանդավոր։ Եվ ժողովրդի այդ իմիջիալ ասեմ այդ շրջանակը բնականաբար համայնքապետերը աշխատել են իրենց վրա, այսինքն այդ ագրեսիվ խմբերը որ ստեղծվել են, որոնց կարգադրվել է նախորոք իրենք կարգադրիչներով աշխատել են, փոքր համեմատաբար ժողովրդի հետ փոքր խմբեր են։ Ժողովրդի մեծ մասը պարզապես պետք է հաղորդ դառնա, թե ինչ է կատարվում այստեղ, թե ինչ է եկեղեցին ինչ է իրենից ներկայացնում։ Եւ այն որ Նիկոլ Փաշինյանները հիմա ասում են այս եկեղեցին պիտի մաքրեն, այս այլ բանն է, հիմնավորումն է, որովհետեւ տեսեք իրանք ինչքան մեղքեր ունեն։ Մեր ժողովրդին պետք է հասկանալ, որ ժողովուրդ ջան, մեր եկեղեցու առանձին հոգևորականները մեղքեր ունեցել են միշտ են ունեցել, դա որևէ քաղաքական իշխանության լեգիտիմություն չի տվել դրսից այդ եկեղեցուն փոփոխություններ իրականացնելու մարդկանց նշանակելու։ Օրինակ Վահա քո համար ընդունելի է գնալ մասնակցել բազմաթիվ մեղքեր գործած ու չապաշխարած Գարեգին երկրորդի պատարագին։ Հիմա ամբողջ հարցը դու որպես քրիստոնյա օրինակ դա ինչպես ես ընդունում։ Ամբողջ հարցը էլի գալիս ենք նույն բանի մասին ենք խոսում։ Նորից եմ կրկնում Հերմինե ջան, պատարագիչը մեղավոր մարդ է, ինքը լիքը մեղքեր ունի։ Եթե անգամ ես ԿՊ-ական պրոպագանդային համար եմ ամբողջությամբ ճշմարտություն է ասում, այդ մարդը ուխտ է խախտել եւ ունի զավակ, եթե անգամ դա չլիներ, նա իդեալական կաթողիկոս չէր լինելու, ուրիշ մեղքեր էլ ունի, որոնց մասին ոչ մեկս չգիտենք, բայց դա իր օծումը չի բանանում, փչացնում, իր օծած քահանաները դրանից կեղծ քահանաներ չեն դառնում, իր աղոթքով օծվող մյուրոնը դրանից չի փչանում եւ իր օծած քահանաների մատուցած պատարակների արդյունքում հացն ու գինին իսկապես վերածվում են Քրիստոսի արյան եւ մարմնի։ Այսինքն եթե իրենք ասուն ինչ որ հավատարմության երթում են տալիս, չգիտեմ, ու դրան տես չեն կանգնում, խախտում են, դա նորմալ է։ Հիմա օրինակ դու գիտես, որ Գրիգոր Լուսավորիչը երեխա է ունեցել։ Գիտեիր, որ Գիտեի, հա։ Գիտես, որ Գրիգոր Լուսավորչի երեխան նույնպես բանա դա կաթողիկոս է եղել Հայաստանի Առաքելական Սուրբ եկեղեցում։ Քրիստոսը չի այդ բանը հիմնել, որ կուսակրոն եղեք կաթողիկոսներ։ Քրիստոսը նման բան պատվիրան չի տվել։ Դա ավելի ուշ դարերում է հայտնվել, ինչ որ նպատակներից ելնելով, ասենք որ ժառանգաբար չանցնի ինչ սեփականություն, ինչ որ մտահոգություն են ունեցել, դա մտցրել են։ Ուզում եմ ասել, որ դա նույնքան մեղք է, օրինակ այդ ուխտը խախտելը։ Հերմին ջան, ասենք Աբրահամը, որի միջոցով որ Աստված մարդկությանը խոսք է տալիս, որ պիտի փրկի մարդկությանը, Աստծո հետ ուխտ է կնքում, Ծննդոցի 15 գլուխն է, 16-րդ գլխում այդ ուխտը խախտում է արդեն։ Եվ Քրիստոսի ամբողջ մարդանալու եւ բոլորի մեղքերի համար խաչվելու ամբողջ այդ խորհրդավոր իրադարձությունը այդ ուխտը խախտելու հետևանքն է։ Եվ ոչ միայն Աբրահամի համար, բոլոր մեղավոր մարդկանց համար։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը ուզում է որ Աբրահամից ավելի սուրբ լինի մեր կաթողիկոսը, նման մարդ չհնարավոր չի լինի։ Անկամ
Չէ, Նիկոլ Փաշինյանը ուղղակի ուզում է իրեն ենթակա Բնականաբար հիմա դրա համար ժողովրդին ինչով է կերակրում, ասում են այք ժողովուրդ մեղավոր մարդիկ են, բարի լույս, ամբողջ Աստվածաշունչը դրա մասին է, որ մարդիկ մեղավոր մարդիկ են, որ մարդիկ լիքը մեղքեր ունեն, որոնց մասին շատերը գիտեն, շատերը չգիտեն, շատերը ասենք գիտակցված են, շատերը անգիտակցված են։ Հիմա սրանք իբր նորություն են բանարել էլի գտել մարդկանց ասում են ժողովուրդ ջան պիտի գնամ եկեղեցին փոխեմ որտեվ էս մարդիկ մեղավոր դե կներես Աբրահամն Հովանես Մկրտիչը Քրիստոսին մկրտողը որի մասին Աստվածաշնչում Քրիստոսը ասում է սրա նման մաքուր մարդ չկա աշխարհում չի ծնվի ու չի էլ ծնվի անգամ Հովանես Մկրտիչը հավատի պակասա ունենում իր աշակերտներին ասենք մի պահ ուղարկում է Քրիստոսի մոտ ասում է ախպեր ջան եթե դու փրկիչն ես մեսիան ես ես խեմ բանտում իջև հիմա բանտից աշակերտներին ուղարկում է Քրիստոսի մոտ կասկած անգնում իր մեջ հավատի կորուստ է ունենում բայց սրան ասում է Քրիստոս ասում է այսինքն մեղք է գործում Քրիստոս ասում է սրա նման լավ տղա չի ծնվել ու չի ծնվել։ Հա, ուրեմն այդ դեպքում պիտի ընդունենք, որ եթե ինչ-որ վատ բարքեր կան եկեղեցում, դա նորմալ է, հա։ Ոչ նորմալ չէ, եւ դա պետք է հաղթահարի եկեղեցին։ Ոչ մեկ իրավունք չունի։ Իսկ ընդհանրապես փորձում է հաղթահարել ըստ քեզ։ Այո, ըստիս։ Ինչ քայլեր ես տեսել։ Օրինակ, ես երեք տեսա Կիրակի օրը տեսա պատարակից հետո երկամ առաջ կադրերով տեսա, ես Սուրբ Աննայում էի, դա իջմիացնում էր տեղի ունենում 6 հրաշալի քահանաներ օծվեցին։ Ի փոխարեն Պիղծ եւ Կարգալույց եղած Ստեփան Ասատրյանի 6 նոր քահանա տեսա, որոնցից մեկին ես միշտ տեսել եմ Սուրբ Աննա եկեղեցում։ Դե դա եկեղեցու հարձակումներից հետո եղավ, չէ՞։ Չկարևոր չի, ես տեսա ես շատ սիրուն բան տեսա։ Ես տեսա մի հատ հրաշք։ Ես տեսա որ 6 սարկավակ դարձան իմ աչքի առաջ քահանա։ Ու Աշոտը այնտեղ ներկա է։ Գարեգին երկրորդին ենթակա քահանան էր հավանաբար։ Լսեք ինքը Հերմինե ջան, ասենք այդ ինչու ես այդ միտքը ասում։ Ասենք աղմախ միտքա կներես էլի որ sense եմ ասում։ Ես հասկանում եմ դու փորձում ես այո, որովհետև անտեղյակ են, որովհետև անհաղորդ են։ Իրանք չգիտեն ինչա եկեղեցին։ Իրանք չեն իմանում եւ կարող է այստեղ էլ թերություն ունի մեր եկեղեցին։ Իսկապես թերություն ունի, որ չի հնարավորություն չի ունեցել կամ այնքան չի հաղորդել ժողովրդին, որ իրանք իմանան թե ինչի հետ գործ ունեն։ Որ ասենք հազար մի ժողովուրդ եկել աստեղով անցել է թրերով սրերով անցել է այս եկեղեցին մնացել է կանգուն չեն հասկանում այդ ինչ հրաշք է ասենք Նիկոլների նման պիղծ ասենք չէր կարող հիմա Գարեգին երկրորդը ասեր հա թուրքերը ոնց ասեն իսկապես Արարատից հրաժարվում ենք Գերինից հրաժարվում ենք Արցախից ինչի՞ է գնացել Շվեյցարիայում Արցախի հայության վերադարձի թեմայի բանանում բայց դե Գարեգին երկրորդը միշտ անում է ինչ ռուսներն են չէ ուզում դա էլ արի նշենք ռուսներն են Արցախը տվել ռուսներն են իրանք են Արցախը ռուսներն են Սամվել Կարապետյանին բերել լքցել բանտ Ռուսները բերել են, խաբել են Բայց եթե թուրքերի դեմ խոսում է, ռուսների դեմ էլ պիտի խոսի։ Չէ, ուզում եմ ասեմ, որ ռուսները այն ինչ որ էս աղետը տեղի է ունեցել, ռուսների կողմից կազմակերպված աղետ է։ Ու հասկացել է Գարեգին ու Եզրասը։ Հասկացել է թե չէ։ Հերմինե ջան, ինձ այդ հետաքրքիր չի, բայց փաստա որ Հայաստանից առաքելական Սուրբ Եկեղեցու կաթողիկոսը գնացել է Շվեյցարիայում այդ հարցը բարձրացնում է։ Կարող է Աստված է իր միջոցով բարձրացնում։ Ես չգիտեմ, կարող ենք չէր գիտակցում ինչ է անում։ Ինձ այդ հետաքրքիր չի, ինձ հետաքրքիր այն, որ 1000 հատ հերոսակ եկել անցել են, այդ եկեղեցին մնացել է։ Իսկ Նիկոլ Փաշինյանները անցել են թշնամու կողմը։ Ենա ամենահեշտ բանն է թշնամու կողմը անցնելը։ Այս բաները, այս գալուստուկները կախած, կապած այդ բաները, ԿՊԱ-ականները, որ իրենց բանը տղամարդ են զգում, գոռում են, մատ են թափտալիս, Ռուբեն Ռուբինյանը տեսել եք ազգային ժողովում ոնց է խոսում։ Ոչ միայն ինքը։ Ին падգամավորների հետ Ձայն այդ կտրի բան լրի աղջի բան էսպեսի այդ այլանդակը որ պարզապես ինքը ինչ է պարզապես թշնամուն վիզը ծռելա թշնամուն եմ ասելա պարզապես թույլ տուր քո թերով ես ներսում իմ ժողովրդին մորթեմ որ ինքս իշխանության մնամ հիմա Գարեգին երկրորդը այդ կարգավիճակում է չէ այդ կարգավիճակում չի եթե այդ կարգավիճակում լիներ Նիկոլը չերել հարցակվի իր վրա Նիկոլը կասեր բանը սուրբ այս եկեղեցին այս մարդն էլ լրիվ սուրբ են բոլորը Հիմա Վահագ, տես Նիկոլ Փաշինյանին մենք լավ ենք ճանաչում, օրինակ մեկ-մեկ ես շատ ընդհանրապես համակարծիք եմ, որ սա թշնամու պատվերն է, բայց իմ կարծիքով օրինակ ինքը այնքան փոքրոքի մարդ է Նիկոլը, որ կարող է ուղղակի ինչ-որ անձնական վրեժխնդրություններ լինի սա։ Չէ։ Եկեղեցու հետ կատարվողը։ Բացառվում է։ Սա այնքան լուրջ, սա անգամ տերությունները անգամ մեր եկեղեցու դեմ նման քայլեր ձեռնարկելուց 1000 անգամ մտածել են։ Սա այդքան մենակ սա Նիկոլը չի մենակ։
Սա պետք է ժողովուրդը պետք է հասկանա, որ սա դրսի ուժեր են։ Դե դա է խնդիրը, որ չեն հասկանում։ Հիմա ինչպես պիտի մենք, ինչպես հասկացնենք, որ Փաշազադեն հայտարարում է, այս մարդը անում է, Ալիևը ասում է, այս մարդը անում է։ Այդ մի շատ, չասեմ 50%-ի մոտ, բայց գոնե մի հատված կա շոշափելի, որ ասում է, դե թողեք կագեբեիշնիկներին հանեն։ Մեզ պետք չէ օտարին ծառայող կաթողիկոս։ Հիմա տեսեք, այն մարդիկ, ովքեր որ պարզապես հերոստատեսությամբ են իրականությունը ընկալում, ամեն ինչից կտրված անհաղորդ մարդիկ, ինչ հիմարություն ասես կարող են խոսել։ Մենք նրանց քննարկելու խնդիր չունենք։ Մեր խնդիրը այն է, որ հասկանանք, թե ինչ ռեսուրսներով կարող ենք դիմադրել։ Այսօրվա մեր զրույցը, հիմա օրինակ այդ զրույցը, որ շաբաթ օրը ես ունեցա Ստեփան Ասատրյանի հետ, լիքը մարդ տեսա, որ այս մարդը իսկապես հերետիկոս է։ Սա քրիստոնեի, անգամ չգիտի քրիստոնեությունը ինչ է։ Ասում է ես եմ գնալու Քրիստոսի փոխարեն։ Իմիջիալոց այդ միտքը, որ ես եմ գնալու Քրիստոսի փոխարեն, այդ սատանայից է։ Այսինքն Աստվածաշնչում այն մարդը, օրինակ եղել է Աստվածաշնչում ասենք գնում է Երուսաղեմ Քրիստոսը որ խաչվի, Պետրոս ասում է չէ դու մենք եւ կոպիտ ասած քեզ շատ ենք սիրում, մի գնա էլի, ասում է հələ հետևս անցի սատանա։ Այսինքն այս մարդը գնում է բանանի էլի, մաքրի, Քրիստոսի եկեղեցին գնում է Ստեփան Ասատրյանը մաքրի։ Այսինքն իրանք ընդհանրապես չգիտեն թե ինչ ով է ընդհանրապես իրանց միջոցով ինչ է անում։ Մեր ժողովուրդը կարևոր, բայց ես նաեւ տեսնում եմ որ ինքը ուզում է լսի հասկանա ինչ է կատարվում եւ ընկալում է։ Ինձ թվում է թե բարդ է կարող է լինի այդ աստվածաբանական հասկանալը ընկալելը, բայց չէ, ընկալում է ժողովուրդը Էրմինե։ Ես իմ համար զարմանալի է, բայց կարիքը ունի ուրեմն այս խոսքի։ Նաեւ մենք ուրեմն պետքա հոգեվորական աստվածտա հոգեվորականների միջոցով հենց դա է ուզում որ իրենք պետք է խոսեն, իրենք պիտի խորքային այս ամեն ինչը ներկայացնեն, որ ասենք սա ինչ որ անձերի կամ հոգեվորականների խնդիր չէ։ Այո, պետքա հասկանան թե ինչ է կատարվում, այս կռվի հետևում ովքեր են կանգնած եւ ինչ նպատակներ ունեն եւ ինչ առհասարակ մարդի ասենք եկեղեցին ամաչումը ասի, մեր եկեղեցին ամաչումը ասի, որ ինքն է հայոց լեզվի պատճառը ինքն է։ Պատկերացնում ես Հերմինե։ Բայց ինչու է ամաչում։ Չգիտեմ, այնքան են հալածել երևի, չգիտեմ ես։ Այնքան հալածված է, այնքան են ձեռ առել սովետի ժամանակ դատավարություններ էին անում մարդկանց ձեռ էին առնում հավատքի համար։ Այնքան են հալածել, այնքան են ծեծել, այնքան են մարդիկ երևի անգամ դա են ամաչում ասեն, կասեն երևի ես ինչ մեծամիտ բաներ եք ասում։ Բայց իրանք ասենք Մեսրոպ Մաշտոցը ասենք վարդապետ ա եղել, եկեղեցու մաս, Կոմիտասը որ երաժշտությունը հայկական փրկել է, եկեղեցի ա եղել, Սրվանզետյանը որ էպոսը մեր գրել է, հավաքել է եւ մենք այսօր ունենք հոգեվորական ա եղել։ Ծայրից ասենք խորենացին ասենք որ պատմությունը հայոց պատմությունը գրել է Հայկ Նահապետին կապել է Նոյի հետ, որպես Նոյի սերունդ, այսինքն Արարատի հետ։ Այն որ Արարատը հայ ժողովրդի հետ կապված է, դա Աստվածաշնչով է, անունը հայ ժողովրդի Աստվածաշնչով Արարատի երկիր է։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը որ ասում է, տես ինքը ներկայանում է որպես քրիստոնյա, չէ՞։ Տես հələ կեղծիքը։ Եթե դու քրիստոնյա լինես, ոնց կարաս Աստվածաշնչին հակառակ գնաս։ Աստվածաշնչում Աստված հայ ժողովրդին ճանաչում է Արարատ անունով։ Արարատի երկիր, ասում է գնացեք Արարատի երկիր, էս արեք ամեն։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանը ասում է, որ եկեղեցին ժողովրդինն է, ժողովուրդն այսօր իշխանության է եւ որոշել է փրկել եկեղեցին։ Հիմա տես բանը հոբը, երբ որ հոբին փորձում է սատանան եւ Աստված թույլ է տալիս որ հոբին փորձի եւ հոբը սկսում է բողոքել արդեն երբ որ իր ընտանիքը սպանված է լինում ինքը հիվանդ է լինում սկսում է բողոքել Աստծուց որ ասում է անիծում է իմ ծնվելու օրը ինչու իմ հետ սենց եղավ ինչու սենց բան արեց իր Աստված գալիս է իր մոտ եւ ասում է դու ուր էիր որ ես աշխարհը ստեղծում էի դու ուր էիր որ ես այս երկինքը ու երկիրը ստեղծում էի ուր էիր դու որ ասենք ես այս տիեզերքի աստղերը ստեղծում էի, սարքում էի։ Ուր էիր դու, որ օվկիանոսներ էի ստեղծում։ Ուր էիր դու, որ ես կերակրում էի այս ամբողջ երկիր մոլորակի կենդանիներին։ Դու ուր էիր, հոբ ջան, դու տեղյակ էիր այդ բոլոր հարցերից։ Հիմա ասում ես եկեղեցին հայ ժողովրդի, այդ հայ ժողովրդին։ Նա ես ասում հայ ժողովուրդը ուր էր այդ եկեղեցին, երբ որ ստեղծվում էր։ Հայ ժողովուրդը ուր էր։ Ասենք այդ նույն հարցը ինձ տալիս էին,
բանում շաբաթ օրը, բա մենք ենք ընտրում, չէ՞ մեր հոգևորականը, ասում չէ դուք ով եք որ ընտրեք ձեր հոգևորականին։ Դուք ինչ կապ ունեք ընդհանրապես Քրիստոսի հետ էլի։ Այսինքն ով են իրենք այդ եկեղեցին հիմնողները, հիմնելիս, երբ որ այդ եկեղեցին հիմնվում էր, երբ որ այդ եկեղեցու սրբերը աղոթքներ էին անում, երբ որ այդ եկեղեցու սրբերը հալածվում էին, կոնկրետ հալածվում էին, սպանվում էին հազարներով, միլիոններով, քրիստոնյաներից ավելի շատ ոչ մեկ չի մեռել, սպանվել հանուն հավատքի պահպանման։ Հիմա այդ որ Նիկոլ Փաշինյանն ասում, այսինքն պիտի ասես կռապաշտ զանգվածը եկեղեցու տերն է, ոչ, եկեղեցու տերը չի։ Եկեղեցու տերը ուղղափառ հավատքի նա Քրիստոսն է հիմնել, այդ առումով տերը ինքն է եւ ինքն է սրբացնողն է։ Մարդը չի այդ եկեղեցու տերը, մարդը այդ եկեղեցու միջոցով մաքրվողն է, դեպի Աստված գնացողն է։ Նիկոլ Փաշինյանը այդ եկեղեցու թշնամի է, ինքը սատանա է, կոնկրետ ոնց ասեմ, ոնց կարող ասի ես եկեղեցին իմն է, դու ինչը կարաս մաքրես ու սրբես, պիղծ ես դու ծայրից ծայր։ Հիմա համ գործակալ ես, համ պիղծ ես։ Բանը մի քանի շաբաթ առաջ կաթոլիկ, երբ որ գնացել Հռոմի պապի մոտ, կաթոլիկ հոգևորականից բան էր հաղորդություն էր ընդունում։ Դա մեր եկեղեցու համար հերետիկոսություն է։ Այսինքն պիղծ ես դու ծայրից ծայր Հայաստանից առաքելական եկեղեցուց դուրս ես դու քեզ դրե վաղուց ձևացնում ես որ դու քրիստոնյա ես, դու քրիստոնյա չես, դու անգամ չգիտես որ դու չես կարա եկեղեցին մաքրես, եկեղեցին մաքրողը Աստվածն է եւ այո այդ եկեղեցին պետքա ներսից մաքրվի, այսինքն պետքա մենք ամեն ինչ պետքա անենք այնպիսի վիճակ ստեղծենք որ եկեղեցում եթե խնդիրներ կան իրենք այդ խնդիրներից ազատվեն, դա է որ մենք մեր որդիական դիրքով համեստորեն պիտի խնդրենք, աղոթենք, որ աղաչենք, որ մաքրվի մեր եկեղեցին։ Ոչ թե գնանք ասենք ես հեսա զորքը մտցնելու եմ մեջ միածինը գրավեմ կամ սրբազաններին ձերբակալեմ։ Հիմա քո կարծիքով ուշ կհասնի իր քայլերը մինչև ուր օրինակ այս շանտաժներով ինչ որ ցայնագրություններ հրապարակելով հետո ասելով մենք դրանից տեղյակ չենք, եկեղեցին ինքն է արել, կաթողիկոսը ինքն է կազմակերպել եւ այլն։ Լավ, ասենք եթե կաթողիկոսին էլ հասավ նրան որ հանեց ու իր նախընտրելին դրեց, ինչ կլինի։ Հերմինե ջան, այդ հարցին ես պատասխանել չեմ կարող կապված կաթողիկոսին հանելու, եթե իրեն դա հաջողվի այդ պղծությունն էլ անելը, ես Աստծուն եմ թողել դա։ Ես վստահ եմ, որ եկեղեցին կանգուն է մնալու, Նիկոլ Փաշինյանները առնվազն բանտերում են հայտնվելու, բայց որ ձայնագրությունների մասին ասեցիք, ես կուզենամ անդրադառնալ այդ ձայնագրությանը, բայց եթե դու ինձ ժամանակ տաս Եթե դու ինձ ժամանակ տաս նայած քանի րոպե դե իմանաս որ մենք այսինքն պետքա հոգևոր մի հարց քննարկենք եւ Նա փորձենք մի 3 րոպեի մեջ տեղավորվել 3 րոպեի մեջ չենք կարող տեղավորվել Կփորձենք Չենք կարող Փորձի Չենք կարող 3 րոպեի մեջ Հիմա տես Նիկոլ Փաշինյանները նախ իրենք բացահայտեցին որ իրենք մարդկանց անձնական կյանք են մտնում եւ այդ առումով են պիղծ եւ բոլշևիկյան են ամենալկտի պղծությունն են անում եւ հետո ասում են որ մենք իբրև դատապարտում ենք դա հասկանալով որ ժողովրդի լայն շրջանակների մոտ դա եկեղեցու դեմ կոնկրետ վատ վերաբերմունք չէ վարկաբեկում կլինի այո իբրև մենք կապ չունենք այդ վարկաբեկումը բայց եթե չանեին ժողովուրդը չերել իմանա չէ որ օրինակ այդ սրբազանը բայց ես հիմա այն կանխա մտածելով այն կանխավարկածից գալով որ այդ տեսաձայնագրության մեջ ինչ որ կա ճշմարտություն է ես հիմա ձեզ կարող եմ ապացուցել եթե ինձ ժամանակ տաք որ Արշակ Սրբազանը ավելի մաքուր է քան նույն Ստեփան Ասատրյանը լավ փորձենք դե ժամանակ պետք է տաս ինձ ուրեմն Աստվածաշնչում Հակոբը 12 տղա ունի մեկը 4-րդը Հուդան է այդ Իսկարիովտացի Հուդան չի որ Քրիստոսին դավաճանը շատ ավելի շուտվա պատմություն է դա 4-րդի անունը Հուդա է 11-րդի անունը որը որ Հակոբի երկրորդ կնոջից է իր սիրելի կնոջից է Հովսեփ է անունը Իմիջայլոց ասեմ որ այն իրադարձությունները որոնք որ այս պատմության մեջ կան որոնք որ նկարագրում են բարքերը այս մարդկանց որոնք որ ներկայացված են Աստված Աստվածաշնչում ոչ մի կերպ չի
քաջալերում։ Աստված չի ասում, որ հա ինչ որ անում եք լավ եք անում։ Այսինքն այս օրինակ որ երկու կին ունեք, բան, դա նման բան չկա։ Ուզում եմ նախորդ իմանաք, որ այս բարքերը, որոնց մեջ որ այս մարդիկ խառնված են, շումերական ինչ որ բարքեր են, շումերական քաղաքակրթությունից Աբրահամի եւ իր ընտանիքի մեջ հասած, էլի։ Հիմա տես երկու անձ է, մեկը Հուդան է, մեկը Հովսեփն է, եղբայրներ են։ Եվ Աստված Աբրահամին խոսք է տվել, որ իր սերունդի միջից պիտի ծնվի մեկը, ով որ պիտի մարդկությանը փրկի, նրա միջոցով մարդկությունը պետք է օրհնվի եւ փրկվի։ Քրիստոսի մասին է խոսքը։ Հիմա կան 12 եղբայրներ, այս եղբայրներից մեկը Հուդան է, մեկը Հովսեփը, ու այս առաջի կնոջից 10 տղաները նախանձում են, այս որտեվ սիրելի կնոջից է, Հակոբն էլ երես է տալիս սրան, եւ մի օր երբ որ էլի հովվության էին, ինչ որ հերրու դաշտերում, նախանձից այս Հովսեփին վաճառում են, կոպիտ ասած բանին, գնում հասնում է եգիպտացիներին արդյունքում, վաճառում են, ու այդ գաղափարը հենց Հուդայի մոտ է, 4-րդի մոտ է լինում, որ եկեք վաճառենք սրան։ Հովսեփը հայտնվում է եգիպտական ստրկության մեջ, Աստծո նկատմամբ հավատը երբեք չի կորցնում։ Աստծո օգնությամբ, Աստծո տված շնորհներով Եգիպտոսում որպես ստրուկ բարձրանում է, աճում է։ Անգամ երազներ մեկնելու շնորհ է տալիս Աստված Հովսեփին, որի միջոցով այնտեղ եգիպտացի մի հարուստ մարդու, ում մոտ որ ինքը ստրկության մեջ է հայտնվում, ինքը բարձրացնում է, ասում է դու իմ տունը ղեկավարի, դու այնքան լավ շնորհալի մարդ ես։ Այս անգամ այս տանտիրոջ կինը փորձում է սեռական կապի մեջ մտնել Հովսեփի հետ, այս Հովսեփը ասում է ես այս քո ամուսինը այնքան ինձ բարություն է արել, ես չեմ կարող իր բարությանը չարիքով պատասխանել ու այդ գայթակղություններին դիմանում է։ Այս կինը իր շորից մի հատված ճղում է եւ հետո ներկայացնում է ամուսնու, որ ինձ փորձել է Հովսեփը բռնաբարի։ Հովսեփին շպրտում են բանտ, երկար տարիներ բանտում է լինում, բանտում էլ է այնտեղ օգնում լիքը մարդկանց եւ էլի բարձրանում է։ Մինչեւ մի օր Փարավոնը հայտնի երազ է տեսնում, որ կհիշես 7 գեր կովեր, հետո 7 նիհար կովեր, որը ասում է մեկնեկի մեզ երազը, ոչ մեկ չի կարողանում մեկնել, հետո հիշում են Հովսեփի մասին, Հովսեփին բերում են իր մոտ, ասում է 7 տարի առատ բան կունենաս, բերք կունենա Եգիպտոսը եւ աշխարհը, եւ 7 տարի արդեն սով կլինի։ Առաջիկա այդ 7 տարում դու հնարավորինս շատ ամբարի ուտելիքը, հացահատիկը, որ հետո սովից չմեռնի քո ժողովուրդը։ Փարավոնը ասում է դու կլինես ուրեմն երկրորդ մարդը ինձնից հետո, դու ինքդ էլ այդ գործը կանես։ Ու Հովսեփը դառնում է Փարավոնից հետո երկրորդ մարդը Եգիպտոսում։ Այսինքն Աստված ինքը Աստծուն հավատարիմ է մնում, գայթակղություններին չի գայթակղություններին դիմանում է եւ այդ բոլոր փորձություններից հետո դառնում է Եգիպտոսում երկրորդ մարդը։ Այս մյուս եղբայրները, երբ որ սովի 7 տարիները սկսում են, հիմա մի պահ գամ Հուդայի պատմության ու ես այստեղ հենց այդ ձայնագրության մոտիվներով մի բան կպատմեմ։ Ուրեմն Հուդան, այս 4-րդ եղբայրը, ինքը ընդհանրապես իր ընտանիքից հեռանում գնում է անհավատ կանանացիների հետ սկսում ապրել, այնտեղից կին է առնում եւ այլն։ Եվ տղաներ է ունենում եւ այս տղաներից իր մեծ տղային կնության ամուսնացնում է մի էլի կանանացի կնոջ հետ, որի անունը Թամար է։ Եվ Աստվածաշնչում գրված է, որ Աստված այդ մեծ տղայի բանը չսիրեց մեծ տղային։ Հավանաբար կնոջը ծեծում էր, գրած չի այնտեղ ինչա, բայց ասում է Աստված ատեց այս բանին ու սպանեց նրան։ Այս կինը մնաց այրի։ Հիմա այս շումերական տրադիցիաներով, որ այդ ժամանակ կար, հիմա հաջորդ տղային պետք է ամուսնացնի այս կնոջ հետ։ Եվ պետք է այս կնոջը երեխա պարգևի, որպես իր մեծ եղբոր ցեղը շարունակվի, որովհետև ինքը երեխա չի ունեցել իր մեծ եղբոր հետ։ Եվ արդեն ամուսնացնում է սրա հետ, բայց այս տղան չի ցանկանում, որ այդ հարստությունը գնա շարունակվի այս գծով եւ չի հղիացնում կոպիտ ասած այս կնոջը, եւ Աստված դրան էլ է սպանում։ Հիմա այս երրորդ տղային, որ պիտի ամուսնացնի Հուդան, չի անում դա, վախենում է այս երրորդ տղայի կյանքի համար եւ Թամարին ասում է գնա դու քո հոր տունը։
որպես այրի, մինչև այս տղաս մեծանա, անչափահաս է, մինչև մեծանա։ Կներես, որ sense երկարում է, բայց շատ կարևոր է։ Հիմա երբ որ մի օր Հուդան երկար տարիներ է անցնում, ինքը խաբում է այդ կնոջը, չի ամուսնացնում իր փոքրի հետ, եւ կարծեմ իր կնոջը կորցրած է լինում Հուդան, եւ երբ որ սքից դուրս է գալիս, գնում է քաղաք, Թամարը հագնվում է տաճարի պորնիկի շորերով, թաքցնում է իրան եւ գնում է դիմավորում է Հուդային եւ բերում է Հուդային իր հետ հարաբերություններ են ունենում եւ որպես վճար ասում է, ես քո վճարը կուղարկեմ, ասում է, հա, վճարը ուղարկի ինձ, բայց նախորդ ինձ նշան տուր, որ ես երբ որ դու իմ վճարը բերես, այնտեղ կենթանիների տեսքով է վճարը։ Ես քո նշանները հետ կտամ քեզ։ Եվ իրա կոպիտ ասած պեչատը տալիս է իրան, ինչ որ նշաններ է տալիս Հուդան էս կնոջը, էլի։ Եվ այս կինը վերցնում է։ Եվ հետո վճարողները որ գալիս են, տեսնում են այս կինը չկա, որովհետև այս կին չկար, այսինքն տենց սպորնիկ չկար այդտեղ։ Կոպիտ ասած Թամարն էր թաքնված ներկայացել էր այդտենց, էլի։ Հիմա մի քանի ամիս անցնում է եւ երբ որ տեսնում են, որ Թամարը հղի է, Հուդային լուր են տալիս, որ քո հարսը, քո տղայի այրին հղի է, պետքա բերենք քարկոծենք, որովհետև փաստորեն անօրինակ։ Եվ Թամարը ասում է, այս նշանները վերցեք, տարեք Հուդային, ասեք, որ այս սա է, տերը, երեխայի հայրը սա է։ Եվ Հուդան վերցնում է դա, ճանաչում է իր նշանները եւ ասում է, այս կինը ինձնից ավելի բարոյական է։ Այս կինը ինձնից ավելի բարոյական է։ Հիմա տես ինչ սեռական կապ է, չէ՞, խայտարակ մեր պատկերացումով, շատ խայտարակ սեռական կապ է։ Բայց այդ պահին Հուդան, որ շատ վատ բլիքը վատ բաներ ա արել։ Այս իր հետագիծը որ նայում ես, եղբորը վաճառել է, Աստծոն ուրացել է, գնացել է անհավատների հետ ապրում, անհավատներից կին է ընտրել։ Իրա մեծ տղային ամուսնացրել է, այդ կնոջ հետ փաստորեն չի կարողացել հետևի, այդ մեծ տղան այնքան վատն ա եղել, Աստված է սպանել դրան, այնքան չարագործ ա եղել։ Հետո չի խաբելա, չի ամուսնացրել այս երրորդին։ Երկրորդն էլ չի հղիացրել իրան, որ պետք է դա աներ։ Ուզում ասեմ, Հուդան ամբողջ իր կյանքի հետագիծը շատ բացասական հետագիծ է։ Բայց այդ պահին, հեսա գալիս եմ, հիմա հեսա կասեմ ով է Հուդան։ Հիմա Հուդան այդ պահին ապաշխարում է։ Սկսում է ապաշխարել։ Ինքը իր, հա, ինքը ասում է, այս մարդը ինձ ավելի բարոյական էր, ես խաբեբա եմ եղել, բնականաբար հիմա ոնց ու բերում է այդ կնոջը իր տուն, էլ այլևս ձեռք չի տալիս ու այդ կնոջից երեխա է ունենում, բայց ինքը արդեն ֆիզիկապես այդ ձեռք չի տալիս այդ կնոջը, հարգում է ամենա։ Հիմա ես այդ կնոջ երեխայի մասին կասեմ, էլի շատ կարևոր է, բայց մի պահ հիմա հետառնանք այդ սովին։ Երբ որ սովը սկսում է 7 տարիները սովի սկսում է, Հուդան գնում է իր վերադառնում է իր եղբայրների մոտ եւ այդ 10-ն էլ սոված 10-ը Հակոբը իրանց հայրը ուղարկում է Եգիպտոս, որտեղ Եգիպտոսում հաց կա, հացահատիկ կա, ու գնում են Հովսեփի մոտ։ Գալիս են Հովսեփի մոտ, Հովսեփը ճանաչում է։ Ասում է դուք ուրիշ աղբերներ չունեք, ասում են մի հատ էլ ունենք, որովհետեւ այս երկրորդ կնոջից մի հատ է փոքր աղբեր ուներ Բենջամինը, որը Հովսեփի փաստորեն հարազատ եղբայրն է։ Ասում է եթե դուք բաներ չեք, գործակալներ չեք ուրիշ երկրի, եթե որպեսի հավատամ ես ձեզ, հաջորդ անգամ Բենջամինին ձեր հետ կբերեք ու գերի ա վերցնում ավակ եղբորը, եղբայրներից մեկին գերի ա վերցնում։ Եվ սրանք վերադառնում են Հովսեփի մոտ, պատմում են եղելությունը, նաև հացով են վերադառնում եւ ուտելիքը հացահատիկը իրենց հետ բերում են, էլի։ Եվ ասում են, որ պետքա Բենջամինին տանենք, որ հաջորդ անգամ եւ հաց բերենք եւ մեր եղբորը հետ բերենք, իսկ Հովսեփը վախենում ասում է, չէ, չանեք, որտեվ իր սիրելի կնոջից միակ մնացած երեխան է լինում։ Հիմա երբ որ սովի երկրորդ տարին է լինում, այլևս ընտրության հնարավորություն չեն ունենում։ Եվ Բենջամինին ստիպված հետները տանում են։ Եվ որ Բենջամինին հետները տանում են, եւ էլի Հովսեփը շատ լավ ընդունում է իրանց, էլի սնունդը տալիս է, բայց այս անգամ վերադարձի ճանապարհելուց իրան Բենջամինի պայուսակի մեջ ոսկեղեն է թաքցնում։ Հետո սրանք հետ են դառնում ճանապարհին եգիպտական զորքերը գալիս են բռնում են, ասում են ում մոտ որ այդ բանը գտնենք, ոսկին գտնենք, նրան ստրուկ ենք դարձնում, մնացածից ազատ կթողենք։ Եվ բացում են Բենջամինի մոտ է լինում դա։ Եվ այդ ժամանակ Հովսեփ ասում է վերջացավ Բենջամինին ես վերցնում եմ իմ մոտ ստրուկ, Հուդան ասում է այն մարդը որ Հովսեփին առաջարկել էր որ ստրկության վաճառեն, ասում է
Բենջամինին թող ինձ վերցրու։ Ասում է ինձ վերցրու ստրկության։ Միշտ լացս գալիս այս հատվածի վրա։ Մի հոզվի Վահագնյան, արի մեր օրեր հիմա վերադառնանք։ Չէ, հիմա ինչն է այստեղ կարևորը, որ Աստված ունի հետո Հովսեփը բացահայտում է, որ ինքը ով է, բնականաբար շատ լավ պատմությունը ավարտ է ունենում։ Հիմա Աստված ունի Աստծուն հավատարիմ Հովսեփ եւ ուներ այտենց այլանդա կյանքով ապրող Հուդա։ Նրանցից որին է ընտրում, որ Քրիստոսի ճուղը դառնա։ Հուդային է ընտրում։ Հիմա ես կարող եմ ասել, որ այս Արշակ Սրբազանին ես չգիտեմ ով է։ Ինձ հետաքրքիր չի։ Ինքը ընդամենը մի հոգի է մեր եկեղեցու մեջ։ Մի քանի ամիս առաջվանից սկսած Նիկոլը հրապարակային շանտաժ է արել։ Բառացի ասել է, որ ես քո տեսագրություն ունեմ, քեզ խայտարակ եմ անելու ամբողջ աշխարհով։ Այս մարդու համար իր այդ կերպարը, Սրբազանի կերպարը, ամեն ինչը, առանց այդ Սրբազանի իր կերպարը, իր ամբողջ կյանքի պայքարի ու զոհողությունների իմաստն է այդ Սրբազանի իր կարգավիճակը։ Այդ կարգավիճակը, այդ ամբողջ խայտարակությունը համաշխարհային, ինքը ասեց ես կընդունեմ, բայց չեմ դավաճանի եկեղեցում։ Նա չդավաճանեց։ Իսկ Ստեփան կարող էր մինչև բան գնալը, մինչև ցանագրությունների հրապարակումը այս ամիսների ընթացքում, այսպես ասած, հավաքագրվել Նիկոլ Փաշինյանի։ Իհարկե, այն ինչու Ստեփան Ասատրյանը արեց, Ստեփան Ասատրյանը այդքան կորցնելու բան չուներ։ Ստեփանը ինչ-որ մի հատ քահանա էր, կները մեղա Աստված քահանաները կներեն ինձ։ Այսինքն Ստեփան Ասատրյանին, չգիտեմ, կարող խոսք են տվել, որ կաթողիկոս քեզ կդարձնեն։ Կարևոր չի ինչ-որ մի բան խաբել են, հիմար երեխա է, էլի, հիմար տղա է, ինչու։ Բայց այս մեկը, որը որ խայտարակվելու էր ամբողջ աշխարհով մեկ, համաձայնվեց այդ խայտարակությանը, իսկ այն մեկը շահի դիմաց դավաճանեց եկեղեցու։ Մտավ իշխանությունների։ Հիմա ես ձեզ հարց եմ տալիս, Հերմինե ջան, սրանցից ով ավելի մաքուր։ Հուդան, ով որ Քրիստոսի ճուղն էր, ինքը իր տղայի կնոջ հետ պարկել էր։ Հիմա տես դու Հովսեփի օրինակը բերեցիր, հիմա վերցնենք մեր հոգևորականներին։ Հովսեփը ինչ համեստ կյանքով ապրեց, չէ, ամբողջ ընթացքում Եգիպտոսում ներկայացրեցիր։ Հիմա մեր քահանաների, մեր հոգևորականների ապրած կյանքը հենց այդպես թանկարժեք մեքենաներ, Բենթլիներ, ել չեմ ասում բիզնես գործունեությունը, որ եկեղեցում ծավալում է, դա նորմալ է։ Հիմա տես նույն ձև, հիմա այս ամբողջ պատմությունը ինչ է սովորացնում Հերմինե, որ կարող է նայես երկու մարդու, մեկը ակնհայտ քո համար լինի չարագործ, մեկը բարեգործ, դու չհասկանաս, որ ու ամբողջ Աստվածաշունչը դրա մասին է։ Աստված գնում է հայ ժողովուրդը օրինակ շատ է, չէ, հուզվում, ջղայնանում իր այտենց ազգային այդ բաներով, ինչու է գնացել է ջհուդին Աբրահամին է ընտրել, չէ, հայ ժողովուրդը հային պիտի ընտրել, այսինքն Աստված պիտի գա ձեզ հարցնի ում ընտրի ինքը գնացել է մի հատ ոչ մի ծերուկի է ընտրել, սերունդը չուներ այդ մարդը, պրոստը մի հատ բոմժ էր։ Աստված ասում է, որ ես մի հատ բոմժով ձեզ կփրկեմ, մի բոմժով, այնպես մի բան հրաշք կանեմ, դուք բոլորդ կփրկվեք։ Հիմա ո՞նց են։ Որ ինչի համար է դա արել, ինչի համար է, գիտես դա արել։ Որ հայ ժողովրդի նման ժողովուրդները չկանգնեն ասեն, տեսակ, հա Աստված մեզնով է փրկել աշխարհը։ Հիմա Նիկոլ Փաշինյանն էլ ասում է Աստված իրենով է փրկելու եկեղեցին, փաստորեն։ Դա ծաղալու է։ Ես իմ ասածը ինչի մասին է, որ երբ որ դու հարց ես տալիս, արդյոք հարիր է, որ այս հոգևորականը այսպես լինի, այնպես հոգևորականը այնպես լինի, Հովսեփը այսպես է ապրում, իսկ այնպես է։ Ես Աստծո գործերի մեջ պետք չի խառնվել։ Ես չգիտեմ, վաղը կարող է այդ ամենա թանկարժեք, ամենահարուստ կյանքով ճոխ կյանքով ապրող հոգևորականը իմ կյանքը փրկի ինչ որ հանգամանքներով։ Ես չգիտեմ, պատկերացնում ես, ես հիմա պղծություն լիներ, ես իրեն ինչ-որ բան ասեի։ Աստված այնպիսի լուծումներով է կառավարում, որ դու պետք է պարզապես համեստաբար քո դրա համար եմ ասում, այդ համեստությունն է պետք։ Պատկերացնում ես Ստեփան Ասատրյանի անհամեստությունը, որ ինքը կանգնում ասում է ես այս 1700-ամյա եկեղեցին պիտի մաքրեմ։ Այսինքն Աստված է ասել ես այս մաքրե եկեղեցի մաքուր պահողը ես եմ, Ստեփան Ասատրյանը ասում է ես կմաքրեմ։
պատկերացնում ես ինչ, այսինքն եթե Քրիստոսը ստեղ լիներ, կասեր հետևս անցի սատանա։ Բայց Նիկոլ Փաշինյանը իր արժև է բերել, իրեն օգտագործելով այսօր Իհարկե։ այդ չար գործերը իրականացնում է։ Իհարկե։ Չգիտենք Ստեփանը սա կհասկանա մի օր, թե չի հասկանա եւ իրեն պաշտպանող այդ Չէ, դա հետաքրքիր էլ չի, ասեմ, որ արձագանքները այդ պատարակ կոչված թե ներկայացման աղանդավորական, այսինքն նույնը ինչ որ մեր Facebook-յան էջում տեսա, շատ լավ զուգահեռներ էին բերել, այսինքն այն որ Արցախում մեր եկեղեցիները գրավել է Ալիևը եւ ուդիները իբրև այնտեղ պատարակներ են մատուցում, նույնքան Աստծո հետ նույնքան կապ ունեն, ինչքան որ այս աղանդավորական շարժումը, որը որ դա իրականացնում է, ընդ որում նաև դու այնտեղ էիր անձամբ տեսնում էիր, որ այդ մարդիկ ոչ Քրիստոս են ճանաչում, ոչ գիտեն եկեղեցին ինչ է, ասում են պատարակը, որ ասում են Նիկոլ Փաշինյանը, քեզ ասում էին Նիկոլ Փաշինյանը պիտի պատարակը։ Ես ասեմ, որ դատս այդ մարդիկ պատարակի չէին էլ եկել։ Հա, ու ասում են Նիկոլը պիտի պատարակը մատուցի, այսինքն չգիտեն պատարակը անգամ չգիտեն ինչ է։ Չգիտեն ինչ է։ Ով կարող է պատարակ մատուցել։ Հա, ոչ գիտեն ինչ է, ոչ ով պիտի մատուցի, թե ինչու պիտի այս մարդը իրավունք ունի մատուցել այն մյուս։ Իրանց համար ինչ որ բան է, էլի, գյուղի դպրոց է, էլի։ Թատրոնա կամ չգիտեմ, Նիկոլ Փաշինյանը կարող ուզենա նշանակի։ Հիմա այդ մարդկանց ներգրավելով, ընդ որում շատ նեղ շրջանակ էր, այդքան շատ չէին Հերմին ջան, ուշադրություն դարձրու իրենց ամբողջ այդ լծակները, ռեսուրսները օգտագործելով շատ քիչ թվով մարդկանց էին բերել։ Դե պետական ռեսուրսների աշխատողներ, ոստիկաններ, համակարգի աշխատողներ ու ինչ որ հատված, ով որ դերևս հավատում է Նիկոլ Փաշինյանին, ցավալիորեն գյուղացիները շատ էին։ Հա, բնականաբար, դա այնտեղ իշխան։ Եվ ոչ միայն այդ համայնքից, էլի տարբեր համայնքներից, մարդ կար Գորիսից, բանից եկել էր, որ մասնակցեր այս բանին ու ընդհանրապես իրենք ոչ մի պատարակ, իրենք էլ հավանաբար գիտեն, որ ինչ որ բեմադրության կամ թատրոնի էին մասնակցում, որովհետև մարդիկ անգամ չփորձեցին եկեղեցի մտնել։ Դա հիմա դա նրա մասին է խոսում, որ այս թատերական ներկայացումը երկար Նիկոլ Փաշինյանը չի կարող տանել, այսինքն բացահայտ թատերական ներկայացում է եւ այն ռեսուրսը հսկայական, որ ինքը ծախսում է Արամ Ասատրյան, Ստեփան Ասատրյանի անվտանգության վրա, այն նման բան պաշտպանվածությունը երևի Դոնալդ Թրամփն է չունի։ Կոնկրետ այդ մարդուն 100 հոգի որտեղ քայլում էր 100 հոգի հետևից գնում էր։ Այսինքն անհավանական է, այդքան ռեսուրս ծախսելը այդ մի կերպարի վրա երկար ինքը չի կարող դիմանալ, մենք մեր եկեղեցին իր պատարակները կանի, հայ ժողովուրդը այս այլանդակությամբ գուցե նաև սա էլ Աստված հատուկ անում, որ ժողովուրդը հաղորդ դառնա, հասկանա թե ինչ է եկեղեցին առհասարակ, հասկանա թե ինչ է պատարակը առհասարակ, հասկանա թե ասենք Հերմինե քեզ հարց տամ, մեր էպոսում մեր հերոսները կռվի գնալուց մի արտահայտություն են անում հացն ու գինին տեր կենթանին, խաչ պատերազմին, որի մաչ թևին։ Քեզ հարց տվել ես, դա ինչ է։ Այդ ինչ արտահայտություն է, որ Սասունցի Դավիթը, մեծ մահերը կամ Սանասարը այդ արտահայտությունը անելով թուրը հանում են ու գնում են կռվի։ Դա հենց հացն ու գինին, այն ինչ ասոցացվում է այսօր մեր քրիստոնեության հետ։ Հա, բայց այդ հիմա դու այդպես ներկայացրեցիր, կեսը ասեցիր, բայց Քրիստոսի մարմինը եւ թափած արյունը։ Թափած արյունը չի, դա Քրիստոսի մարմինն ու արյունն է, որ պատարակի ընթացքում գինին ու հացը վերափոխվում է, այսինքն մեր հոգևորականները պատարակի ընթացքում աղոթքներով եւ միասնական եկեղեցու աղոթքներով կարողանում են գինին եւ հացը վերածել Քրիստոսի մարմնի եւ արյանը եւ դրան հաղորդում, երբ որ հաղորդվում է հայ ժողովուրդը դրան հաղորդվելով է, որ թշնամիներին հաղթում է։ Դրա համար է, որ ասում է խաչ պատերազմին, որի մաչ թևին, այսինքն ինքը բացի թուրքեծակից եւ Քուրկիկ Ջալալից մեր հերոսը նաեւ կարիք ունի խաչ պատերազմի, որը որ գալիս է Քրիստոսի մարմնին հաղորդվելու արդյունքում։ Գուցե այս ամբողջ հալածանքների իմաստը այն է, որ հայ ժողովուրդը նորից այս ամեն ինչը վերականգնի, հասկանա, թե ինչի մասին է այս ամեն ինչը։ Որովհետև միջոցով են։ Այո, որովհետև ես քեզ ասեմ, էլի մեր ազգայնական շրջանակներն ասեմ, որ մեծ մահերը եւ ցռան վերգոն հարազատ եղբայրներ էին։ Այսինքն, եթե խոսում ենք հայ ազգի մասին, ինչքան որ կարող ենք խոսալ մահերի մասին, նույնքան պետք է խոսանք ցռան վերգոյի մասին։ Ցռան վերգոյի եւ մեծ մահերի տարբերությունը գիտեք ինչն էր Հերմինե։ Հավատը, որովհետեւ մեկը հավատով գնում էր, հաղորդվում էր Քրիստոսի մարմինին արյանը եւ այն մյուսը ոչ։
Այդ էր տարբերությունը։ Այս էլ մեր ազգայնականներին փոխանցում անենք, թող մի քիչ մտածեն։ Այսքանով ավարտենք այսօրվա զրույցը, Վահագն ջան, բավական թեժ ստացվեց եւ այս զրույցի ավարտին ես հիշեցնեմ, որ սիրելի հայրենակիցներ, մենք Սասնա ծռերի համար դրամահավաք ենք իրականացնում, նրանց դատական, բանտային եւ առողջական ծախսերը հոգալու համար հղումը դրամահավաքի տեղադրված է մեր Facebook-յան էջում, խնդրում ենք անպայման մասնակցել դրամահավաքին, այսօր Սասնա ծռերը մեր աջակցության կարիք ունեն եւ մենք պետք է կանգնենք նրանց կողքին։ Չմոռանաք անպայման տարածել այս եթերը, գրել ձեր կարծիքները Վահագի մեկնաբանությունների վերաբերյալ, ինչպես նաև լայքել։ Բաժանորդագրվեք նաև մեր YouTube-յան ալիքին։ Այսքանը հաջողություն։